Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը հանդիպել է աշակերտների եւ ուսանողների հետ։ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել գրառմամբ, որ աշակերտների եւ ուսանողների հետ հանդիպանը պետք է պատրաստվել առանձնահատուկ։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է եղբայրը Ավետիք Քերոբյանը, նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը։ Ավետիք Քերոբյանը ասել է, որ խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ։ Այժմ փորձում են հասկանալ իրավապահների գործողությունների պատճառը։ Որոշ տեղեկությունների համաձայն Քերոբյանի ձերբակալությունը կապված է փողերի լվացման հետ։ Հիշեցնեմ, Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը 2 ամսով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել էր ևս 2 ամսով։ Գործով 8 մեղադրյալ կար, մի մասն էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, մյուս մասը մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել էր 8 մեղադրյալից 6-ի նկատմամբ։ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց է ընտրվել 2 ամիս տնային կալանքը։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։ Հիշեցնեմ, Հարությունյանը ձերբակալվել է օգոստոսի 7-ին ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեղադրանքներով։ Նա երկամսյա ժամկետով կալանավորվել էր։ Դատավորների ընդհանուր ժողով է կայացել այսօր օրակարգում էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցներ։ Լրագրողները դատական անկախության, նաեւ վերջին աղմկահարույց գործերի վերաբերյալ հարցեր են ուղղել դատավորներին, սակայն մեծամասնությունը խուսափել է պատասխանից։ Ես մասնագիտացած եմ քաղաքացիական իրավունքի մեջ, առանց գործի մանրամասները իմանալու կդժվարանամ պատասխանել, բայց խնդիր բնականաբար տեսնում եմ ու չեմ բացառում, որ այո, որոշ դեպքերում քաղաքական ենթատեքստ կարող է լինել։ Այսինքն իշխանական հրահանգներով գործեր են դրանք։ Եթե տեսնում եք քաղաքական Ես այդ հարցին արդեն պատասխանեցի, իմ կարծիքը հայտնեցի։ Վերջերս դժգոհ էր ասում էր դատարանները, դատավորները ժողովրդի որոշումներ չեն կայացնում։ Չեմ կարող մեկնաբանել քաղաքական գործի մեկնաբանությունը, որովհետև ես ողջ իմ գործունեության ընթացքում հանդես եմ եկել զուտ մասնագիտական տիրույթում ու չեմ ցանկանում շեղվել։ Ասում եմ, մեր երկրում կալանավորներն ավելի շատ են կամ դատապարտյալները։ Ճիշտ ասած չեմ լսել, ճիշտ ասած։ Իհարկե անկախ եմ անում։ SMS չեք ստացել երբևիցե։ Երբևիցե Փաշինյանն ասում է չկա մի դատավոր, որի չկատարի։ Կներեք։ Ձեզ որ հրահանգ ինչ-որ մի բան անելու եք, թե Համատարած այս կալանավորումները, նաև արդարադատության նախարարն է ասում, որ կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները, ինչու ենք այս վիճակում։ Ու չեմ կարող ասեմ, քրեական գործեր չեմ քննում, ոլորտին քաղաքացիական գործերով SMS ուղղություններ ԲԴԽ չի եղել, իմ հանդեպ հաստատ չի եղել։ Իմ հանդեպ միանշանակ չի եղել։ Հաստատ քննարկում չի եղել։ Որևէ քննարկում չի եղել։ իսկ որ Նիկոլ Փաշինյանն է։ Այդ չեմ ուզում պատասխանել։ Դրան շուտ պատասխանել եմ արդեն։ Ուժային կառույցներն ասում են, դա ինչ անում են, իրանք ամեն ինչ անում են, որ արդարադատություն լինի մեր երկրում, իսկ դատարաններն են մեղավոր։ Դուք ձեր մեղքի բաժինը տեսնում եք այսօր մեր երկրում տիրող անարդարության մասով։ Ոչ։ Մենք ենք տեսնում, ինչ խնդիր ենք տեսնում դատարաններում։ Խնդիրներ շատ կան, բայց երկար խոսակցություն է, այսպես ինչ են կարող մանրամասն պատասխանել։ Չէ, չեմ ուզում։ Լավ, դուք Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Երբևիցե SMS ուղղություններ։ Դուք SMS չեք ստանում։ Նիկոլ Փաշինյանն ասում է կալանավորելու ձեր խիղճը հանգիստ է։ որոշել եք լրել։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պատժաչափը նշանակվել է համապատասխան քրեական գործից բխող տվյալներից ելնելով։ Լրագրողների հետ զրույցում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանն է խոսել գործից։ Կալանքը որպես խափամիջոց է ընտրվել, կապ չունի պատժաչափի հետ։ Պատժաչափը նշանակվել է համապատասխան քրեական գործիներից բխող տվյալներից ելնելով։
Ինչ վերաբերում է 6 տարի 3 ամսին, դատավճիռը Datalytics դատական տեղեկատվական համակարգում ներառված է, տեղադրված է եւ ամբողջությամբ այնտեղ նկարագրված է թե կոնկրետ արարքի համար ինչ պատճառով է նշված բաժաչափը նշանակվել։ Ոչ մեկից չենք ստացել ուղիղ հրահանգ եւ դրա ստանալու իրավական հիմքերը եւ առիթները չկան, գործը քննվել է ըստ էության օբյեկտիվության սահմաններում, ընդ որում նշված քրեական գործով նշեմ, որ 4 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, 1 անձի արարքը վերավորակվել եւ աղամության անցնելու ժամկետի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, 1 անձի վերաբերյալ եւս նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, ընդ որում այդ մի անձի վերաբերյալ դատախազը նաեւ միջնորդել 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակել, այնպես չի որ Այսինքն դուք ուզում եք ասել, որ երկիրիցը որևէ քննարկում ԲԴԽ նախագահի հետ, որևէ գործով երկիրիցը չեք ունենում, չասեք էլի։ Անկեղծ ասած, նախկին ԲԴԽ նախագահին խոսքը Կարեն Անդրեասյանի մասն է, տեսել եմ 1 անգամ ընդհանուր ժողովում Դիլիջանյան սեմինարի ժամանակ հայտնի, իսկ պարոն Աթեբեկյան առհասարակ առիթ չեղե հանդիպելու եւ առհասարակ քննարկում իրականացնելու։ Իշխող ուժից Նարեկ Ղահրամանյանը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ ապրել։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասել է, որ մարդիկ կան, որոնք Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիներ կան, որ ապրել են հայերի հետ Խորհրդային Միության տարիներին, բայց համաձայնեցված ու նախաստորագրված խաղաղության համաձայնագրում եւ ոչ մի բանակցություններում խոսակցություն չկա վերադարձի մասին։ Գուցե 50 տարի հետո գան Գառնի Գեղարդը տեսնեն վերադառնան իրենց երկիր որպես տուրիստ։ Կարող է հայերը նաեւ գնան, բայց դա որպես վերադարձ չի կարող դիտարկվել։ Ղահրամանյանն անդրադարձել է նաև Ալիևի խոսույթին, նշել, որ գուցե այնուամենայնիվ ինչ որ բան Ալիևի սրտով չէ համաձայնագրում։ Եթե չեմ սխալվում 3, այո, մեր խմբակցությունից Արման Եղոյանը դրել էր բան 2011 թվականի Իլհամ Ալիևի հայտարարությունը եւ ելի եմ ասում իր հիմնականում ներքին լսարանին ուղղված հայտարարությունները այդ մարդու մոտ չեն փոխվում ես իր արտահայտությունների վրա հայտարարությունների վրա չեմ հիմնվում ես հիմնվում եմ նրա վրա թե երկու պետությունների ղեկավարները ինչ են ստորագրել։ Դուք միշտ ներքին լսարանին եք ասում Ադրբեջանը լավ 30 տարի ներքին լսարանի համար ասեց այդ ամեն ինչը, բայց եկավ հասավ փաստորեն Արցախն էլ վերցրեց ամեն ինչն էլ վերցրեց Հայաստանի տարածքներն էլ օկուպացրեց, բայց էլի ասում եք ներքին լսարանի համար։ Նայեք, ներքին լսարանի համար ինքը կրկնում եմ մեծամասամբ իր այն թշնամական հռետորաբանությունը, որ գործածում է, դա բոլորս էլ գիտենք, որ իր ներքին լսարանի համար է։ Դա այլ հոգեբանական պատճառներ ունի իմ համար, ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի եւ ես տեսնում եմ չբավարարված մարդու Ինչ էր ուզում որ չստացավ։ Միջանցք կոնկրետ։ Ես կարծում եմ ադրբեջանում խոչընդոտ միջանցք։ Չէ, իրանք ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ բավարարված չի։ Դե հիմա ներկայացնա ճանապարհին երրորդ երկիր չի։ Նախ խնդրում եմ եկեք դետալների մեջ չխորանանք, որտեղ 5 սկզբունքները պահվելու է։ Այդ 5 սկզբունքների պահվելը հենց Ալիևի կամ ադրբեջանական կողմի սրտով չի եղել։ Ես կարծում եմ եւ որովհետեւ եթե ամեն ինչ իրանց սրտով լիներ, ամեն ինչ իրանց ուզածով լիներ, խի պետք է իրանք իրավիճակը սրեին օրինակ։ Ես պատրաստ չեմ, եթե անձամբ ինձ եք ասում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, այնպես չի որ այսինքն մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ կան, որ ապրել են հայերի հետ այն սովետական միության տարիներին, խորհրդային միության տարիներին, բայց ես ուզում եմ էլի եմ ասում, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնան, չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան տուրիստական, այսինքն երբ որ արդեն դե կարող է ինքնաթիռով գան, հիմա ես չգիտեմ, կարող է գան բանը Գառնի Գեղարդը տեսնան, վերադառնան իրենց եկել, որպես տուրիստ, կարող է հայերը նաև գնան, բայց դա վերադարձ որպես այդպեսին չի կարող դիտարկվել։
Շարունակենք ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում ժամը 9-ի սահմաններում աշտարակ ապարան ճանապարհին բախվել են 2 Mercedes եւ Mitsubishi Magnishi մեքենաները, հաղորդում է Շամշյանը։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2-ը տեղափոխվել աշտարակ բժշկական կենտրոն։ Ժամանել են նաեւ Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, նրանք հոսանքազրկել են մեքենաները։ Քնիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենքեր, զինամթերք ու թմրանյութ, մանրամասները տեսանյութում։ Հանցավորության կանխարգելման միջոցառումների շրջանակում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է աշխատանքները ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել քրեական ոստիկանության ծառայողները։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք զինամթերք։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խոզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում եւ 9 ավտոմեքենաներում։ Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաեւ թմրանյութ, կոկային, մարիխուանա եւ մեթադոնային լուծույթ։ 29 անձ ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թիմի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում եւ Վանաձորում, բջջային ցանցերի արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները Երևանում ու մարզերում շարունակվում են։ Թիմ Տելեկոմ Արմենիայի 5G ցանցը գործարկվել է Գյումրիում եւ Վանաձորում։ Նորագույն սերնդի այս տեխնոլոգիայի շնորհիվ եւս 2 քաղաքների բնակիչներն էլ ավելի բարձր արագությամբ եւ հուսալիությամբ օգտվում են բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից։ Թիմի բջջային ցանցերի արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները Երևանում ու մարզերում շարունակվում են։ Տարեսկզբից սկսել էինք լայնամասշտաբ բջջային ցանցի վերազինման աշխատանքներ եւ 4G ցանցի վերազինման աշխատանքները եւ 5G ցանցի ծածկույթի ընդլայնման։ Գրեթե 0-ից կառուցում ենք նոր սերնդի, նոր որակական չափանիշներով ցանց եւ այսօր կարող ենք փաստել, որ Գյումրիում եւ Վանաձորում ունենք արդեն 5G ծառայություն ամբողջությամբ հասանելի։ Նորագույն ցանցի կառուցումն իրականացվում է համաշխարհային տեխնոլոգիական հսկա Ericsson ընկերության գերժամանակակից սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրմամբ։ Առաջադեմ տեխնոլոգիաների գործարկման շնորհիվ նաեւ առավել սահուն իրականացվի ընկերության ռազմավարական ծրագրերից հերթականը 2G ցանցի փոխարինումը բաժանորդներին ապահովելով թվային առավել անվտանգ ու որակյալ ծառայություններով։ Մենք գնում ենք նոր տիպի ցանցի կառուցման, որը հնարավորություն է տալու մեզ 2G ծածկույթը անջատել, որպեսզի մեր նոր սերնդի ցանցերում էլ ավելի լավ ծառայություններ կարողանանք մատուցել։ Այս քայլերը մեզ հնարավորություն կտան ավելի անվտանգ ցանց ունենալու եւ ավելի արդի եւ ավելի նորարարական լուծումներով հանդես գալու մեր բաժանորդների համար։ Մենք ուզում ենք եւ վստահ ենք, որ 26 թվական մուտք գործենք լիովին արդիական ցանցով եւ այլ որակական չափանիշներով։ Ցանցի վերազինումն իրականացվում է նաեւ միջպետական ճանապարհներին, ապահովելով կապի ծառայությունների հուսալիություն նաեւ երթևեկության ընթացքում։ Մեր առաջնային նպատակներից է, որպեսզի ոչ միայն Երևանում լինի արդի եւ նորարար ցանց, այլ հանրապետության ողջ տարածքում։ Այսպիսով թիմի 5G ցանցն արդեն իսկ հասանելի է հանրապետության 3 խոշորագույն քաղաքներում 100 հազարավոր քաղաքացիների ապահովելով անվտանգ, արդի եւ հուսալի բջջային կապով։ Վստահ եմ, որ մենք այնպիսի ցանց ենք կառուցում, որը դեռ տասնյակ տարի մեզ կպայի տեխնոլոգիաներին համահունչ հնարավորությունը ընձեռելու ենք ողջ Հայաստանի տարածքում, ոչ միայն Գյումրիում, Վանաձորում, Երևանում, այլ մյուս քաղաքներում եւ գյուղական վայրերում։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի առաջնորդներին։ Կենտրոնական Ասիան, որտեղ բնակվում է մոտ 84 միլիոն մարդ, ունի ուրանի, պղնձի, ոսկու, հազվագյուտ, հողային տարրերի եւ այլ ռազմավարական ռեսուրսների զգալի պաշարներ։ Հանդիպումը տեղի է ունենում այդ ռեսուրսներին հասանելիության համար մրցակցության աճի ֆոնին։ Արևմուտքը ձգտում է դիվերսիֆիկացնել կարևորագույն հումքի իր մատակարարումները, նվազեցնելով իր կախվածությունը Մոսկվայից եւ Պեկինից։ C5+1 ձևաչափը, որը ստեղծվել է 2015 թվականին, միավորում է Միացյալ Նահանգներին եւ Կենտրոնական Ասիայի 5 պետությունների տնտեսության, էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում համագործակցություն զարգացնելու համար։ Այս գագաթնաժողովը ըստ էության առաջին լիարժեք գագաթնաժողովն է լինելու այս կազմով, քանի որ Բայդենի եւ Կենտրոնական Ասիայի հնգյակի միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի եվրոպացի դաշնակիցներին կոչ են արել արագացնել ռուսական գազից փուլային հրաժարումը, ընդլայնելով տարածաշրջանային խողովակաշարային ցանցերը եւ ավելացնելով ամերիկյան հեղուկացված բնական գազի ներմուծումն ամբողջ Եվրոպայում։ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը եւ ներքին գործերի նախարար Դուգ Բուրգումը Եվրամիության էներգետիկայի նախարարների եւ հեղուկացված բնական գազի ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների հետ միացել են ավելի քան 80 ամերիկացի պաշտոնյաների։ Վաշինգտոնյան Ատլանտիկ վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ Հունաստանում կազմակերպված բանակցություններին Բուրգումը միաժամանակ քննադատել է եվրոպական կլիմայական կարգավորումները, պնդելով, որ դրանք կարող են խոչընդոտել էներգետիկ գործընկերությունների զարգացմանը։ Ադրբեջանական բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Այս համատեքստում նա նշել է, որ Ադրբեջանի հարաբերությունները ընդլայնվում են ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Ավելին, Ալիևն ընդգծել է, որ Բաքուն սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու շրջանակներում։ Օգոստոսին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պետք է լինեն պատերազմի մշտական պատրաստության վիճակում, հաշվի առնելով համաշխարհային գործընթացների անկանխատեսելիությունը։ Նախագահը նշել է, որ վերջին տարիներին հատուկ նշանակության ուժերի թիվը զգալիորեն ավելացել է եւ ստեղծվել են նոր դիվերսիոն ստորաբաժանումներ։ Ռուսաստանի կառավարությանը գոհացնում է վրացական երազանքի կառավարության գործունեությունը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, մատնանշելով վրացական կառավարության կայունությունը, որը կարողացավ դիմակայել արտաքին ապակառուցողական ազդեցություններին։ Վրացական կառավարությունը կարողացավ դիմակայել ընտրությունների ժամանակ երկրում իրավիճակի ապակայունացման ուղղված ապակառուցողական գործողություններին։ Իհարկե, կառավարության կայունությունը գովելի է, նրանք իսկապես պաշտպանեցին Վրաստանի եւ վրաց ժողովրդի շահերը, նշել է Սերգեյ Շոյգուն։ Մոսկվան բազմիցս իր գոհունակությունն է հայտնել Թբիլիսիին ինքնիշխանությունը պաշտպանելու, օտարերկրյա գործակալների մասին օրենքներ ընդունելու եւ ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու համար։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ եղանակ հանրապետության տարածքում մինչև նոյեմբերի 11-ը եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանն էլ կբարձրանա 2-ից 4-ից։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց հարցազրույցն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օրեր։